հատկապես գեղեցիկ ջան։ Հատիս լեռան կառուցվող Հիսուս Քրիստոսի արձանը մեծ ոգևորություն է առաջացրել հատկապես հարակից գյուղերում։ Թեև բացմանը դեռ 1 տարի կա, բայց բնակավայրում արդեն անսովոր եռուզեռ է ու աշխուժություն։ Ոնց է հիմա որ կառուցում ենք, տարբերություն կա, շինարարությունն, աշխատանքը, աշխուժությունը կա գյուղում թե չկա։ Տարբերությունը շատ է։ $2 հող չէին կարում ծախել։ Դա մենակ արդեն մեր համար գյուղացու համար պլյուս է։ 10 անգամ էլ է ցանկանալ, 20 անգամ էլ պետք է պատրաստ լինեք, բոլորդ էլ։ Ով գնացել է դուրս, թող հետ վերադառնա։ Մեծ աշխատատեղեր է բացվելու։ Զրույցից հետո գյուղի բնակիչները Գագիկ Ծառուկյանին հրավիրում են հյուրասիրության, խոստովանում, նրանից մեծ սպասումներ ունեն։ Ես մեծ իրավունքով կանանց անունից շնորհակալություն եմ հայտնում ձեր այցի համար ու հուսով եմ, որ դուք եք առաջնորդելու այս մեր ժողովրդին։ Ուրիշի մի ասա, ոչ մեկ չի անի այն գործը, ինչ որ դու ես անում։ Հաջորդ կանգառը գյուղ Կոտայքն է։ Զրույցի առանցքում Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումն է։ Այստեղ եւս հողերի գներն էական թանկացել են, դրանք բարձր գնով աճուրդի են հանվում, արդյունքում տուժում է տեղաբնակ գյուղացին։ Գագիկ Ծառուկյանը հարցի լուծման իր տարբերակն ունի։ Արդեն հողերը թանկացել է, չէ՞, ձեր մոտ էլ է թանկացել։ Այո։ Հիմա դրա համար այն օր ինձ բողոքում էին, ասում են աճուրդի են դրել առաջ $500 էին կառնում տնամերձը, հիմա ասում են 12 միլիոնով են Երևանից առը գնացել։ Հիմա տենց էլ ստեղ է, կարող է արդեն դառնա 20 միլիոն, 30 միլիոն։ Դրա համար առաջերտին պետք է մի հատ օրենք ընդունվի, որ այս գյուղացին, որ ստեղ ծնվել մեծացել է, քանի տղա ունի, այնքան էլ պետք է տնամերձ հատկացնեն, ոչ թե աճուրդի դնեն։ Հանդիպման վերջին կանգառը Կապուտանն է, Գագիկ Ծառուկյանին դիմավորելու համար հատուկ են պատրաստվել։ Կապուտանի բնակիչները բարձր են գնահատում Գագիկ Ծառուկյանի ավանդը համայնքի զարգացման գործում։ Կատարված աշխատանքները մեծաթիվ են։ Պարոն Ծառուկյան, ժողովուրդը լավ տեղյակ է ձեր ներդրումը Կապուտանի համայնքի վրա։ 2004 թվականին, որ ես դիմեցի ձեզ խնդրանքով գազաֆիկացման համար, անմիջապես կատարվեց։ Դրանք ամերն եմ քեզ, լսի։ Ես տեղ չկա, որ մտնում եմ, գյուղ չկա, որ առաջ չլնեմ, չկա մատ, որ դիմաց լինի, ես օգնած չլնեմ, բայց բարեգործություն երկիր չես կառուցի։ Այսօր պետք է գլոբալ ծրագիր իրականացնես։ Կապուտանի բնակիչը մեր հերոսներին է հիշատակում ազնիվ հայորդիների, ովքեր իրենց կյանքի գնով սահման պահեցին։ Մեծ ցավով են տեղեկացել Ռոբերտ Ավաջյանի մայրիկի մահվան մասին։ Գագիկ Ծառուկյանը ակնածանքով է խոսում հերոս Զավակի մասին, ով քառորյա պատերազմում կռվեց մինչև վերջին շունչը։ Ինձ շատ անհանգստացնում է մեր երկրի այս իբր խաղաղության վիճակը, էլի։ Այս երկիրը մեր հերոսները իրենց կյանքի գնով են հասցրել մեզի։ Մենք իրավունք չունենք, ինչ-որ մի հատ թուրք մեր վրա մատ թափ տա։ Մենք գլուխներս կախենք, որովհետև մենք այնց հերոսներ ունենք, որ շատ-շատերը չունեն։ Ես հիմա այդ հարցին պատասխանեմ, մարմինս փշակաղվեց, մահացել էր Աբաջանի մայրը։ Տղերքը զապիսները դրեցին, երեք նայի, որ մարդը ռադիոյով կամանձիրի հետ խոսում է, ասում է ես չեմ հանձնելու, բայց հանկարծ չփորձի հանձնել։ Ու գրանատը բացում տրաքում է։ Երիտասարդ տղա, ոչ թե հանձնվում է, ոչ թե բան, այո, դա հպարտություն է, փառք ու պատիվ իրեն, որ իր անունը անմահացրել է, մեր հայրը այդ ժողովուրդն են։ Հատուկ ես ուղարկել եմ, ծաղկեպսակով գնացել են, հարգանքի տուրքը մատուցել են, որ այդ հերոսներին անկախ նրանից պետք է նրան ընտանիքն է, ծնողներն են, ով կան, ուշադրություն, մեկը այդ սպին ոչ մեկ չի կարող վերացնի, այլ միայն մխիթարելու համար։ Հանդիպման ավարտին Գագիկ Ծառուկյանն այցելում է Սուրբ Մինաս եկեղեցի։ Իզաբելլա Հովանեսյան, Ալեքսանդր Կիրոյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։